Հայաստանի հարավ հասնելիս բացի բնության հարուստ ներկապնակից հանդիպում ես նաև ակտիվ շինարարության։ Մեղրու տարածաշրջանը առանձնանալու եւս մեկ առիթ ունի։ Հանրապետության խոշորագույն ճանապարհային նախագիծը մեկնարկել է Ագարակից եւ չնայած բարդ տեղանքին ընթանում է լայն թափով։ Հայաստանի հյուսիսը հարավի հետ կապող ժամանակակից ճանապարհը երազանք չէ։ Ռելիեֆը շատ բարդ է։ Այս տարածաշրջանում գրունտների կարգի հետ կապված բարդություններ են առաջանում, բնակավայրերը շրջանցելու հետ բարդություններ են առաջանում։ Հանրության ուշադրությունն առավել շատ գրավել են Քաջարան-Ագարակ հատվածի երկու թունելները, կամուրջներն ու ճանապարհային 5 հանգույցները։ Սյունիքի մարզում որպես այդպիսին թունելներ ու այս տեսակ կամուրջներ չկան։ Հենց սրանով էլ նախագիծը հետաքրքիր ու գրավիչ է դառնում։ 32 կիլոմետրանոց հատվածի շինարարության շուրջ 35%-ն արդեն կատարված է։ Քաջարանից առաջին, Մեղրուց վերջին թունելի շինարարությունը գրեթե ավարտել ենք։ Այս հատվածում 2 թունել է նախատեսված։ Նշված 2 թունելների ընդհանուր երկարություն մոտ 1 կիլոմետր է։ Ամեն ինչ անում ենք, որ աշխատանքներն ընթանան արդյունավետ։ Անգամ եղանակային պայմանները մեզ չեն խանգարում։ Հյուսիս-հարավի ավարտին անհամբեր սպասողները շատ են։ Հանգույցներից մեկը լիճքը կկապի Մեղրիին։ Տարածաշրջանին զարգացման հեռանկարներ խոստացող ճանապարհային նախագծի իրականացումը կարծես սարերի ետևում չէ։ Կապալառուն իրականացնում է լայնածավալ հողային աշխատանքներ, մեծ հաշվով եւ ժայռային գրունտի հանույթների աշխատանքներ եւ լիցքի աշխատանքներ, լավ մասշտաբով աշխատում են կամուրջների շինարարության վրա, նախատեսված 15 կամուրջից 13-ում աշխատանքները կատարվում են։ Տրանս 4-ի Քաջարան-Ագարակ 32 կիլոմետր ճանապարհահատվածում նախատեսված է կառուցել 2 թունել եւ 15 կամուրջ, որոնցից միայն մեկի երկարությունը 720 մետր է։ Ավարտը նախատեսված է 2027-ին։ Այս նախագծի շինարարությունը իրականացվում է կայունացման եւ զարգացման Եվրասիական հիմնադրամի վարկային միջոցներով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորմամբ։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։